Հիմա որն է Բորիս Մուրազիների նպատակը, որ Սամվել Կարապետյանին կոչ են անում հեռու մնա Սերժ Սարգսյանից։ Նրանց նպատակը ոչ թե թիրախավորել ու հարվածել նա այս պարագայում Սերժ Սարգսյանին, ում իրանք ամենաշատն են ատում, ու ատում են նրա համար, որտեղ Սերժ Սարգսյանն այսօր ամենաուժեղ տղեն, այլ իրանց նպատակն է կոնկրետ այս դեպքում թիրախավորել Սամվել Կարապետյանին, որովհետև իրանց նպատակն է թույլ չտալ, որ քաղաքական դաշտում որևիցե մեկը ի հայտ գա, որը որ կարա դառնա ընդդիմության առաջնորդ ու Նիկոլին հեռացնող ու իշխանության եկող երկրի ղեկավար։ Այս սա է իրանց նպատակը։ Ով գալիս է քաղաքական դաշտ, որին որ իրանք համարում են մրցակից իրանց առաջնորդին, իրանք թիրախավորում են իրան։ Նույնիսկ Ռուբեն Վարդանյանի նման կրիստալնի մաքուր մարդուն, որ այդ մարդու վրով ոչ մի թերություն չկա։ Իրանք սարքեցին այդ մարդուն, էլ շպիոն, էլ չգիտեմ ինչ ասես, բերին կպսին այդ մարդուն, որովհետև իրանք մտածում են, որ այդ մարդը պոտենցիալ մրցակից է իրանց առաջնորդին ու կարա ինքը դառնա երկրի ղեկավար, ընդդիմության առաջնորդ ու երկրի ղեկավար։ Հիմա կոնկրետ ստեղ խեն թիրախավորել Սամվել Կարապետյանին Բորիս Մուրազիները, որովհետև տեսնում են, որ Սամվել Կարապետյանը ինքնըստինքան արդեն ոնց որ դարձավ ընդդիմության առաջնորդ։ Ու կարա Սամվել Կարապետյանն էլ այն մարդն է, որ կարա առաջնորդի, շանս կա համենայնպես առաջնորդելու ընդդիմությանը, հեռացնելու Նիկոլ Փաշինյանին ու հետևաբար նաև իշխանության էլ այդ տվյալ պարագայում կգա հենց Սամվել Կարապետյանը։ Իսկ ասենք իրանց համար, Բորիս Մուրազիների համար, բացի իրանց առաջնորդից ուրիշ ոչ ոք չպետք է լինի, եթե պիտի Նիկոլը փոխվի, մի պայմանում պետք է փոխվի ըստ իրանց, որ իշխանության գա իրանց առաջնորդը։ Հիմա կոնկրետ ստեղ Պրամո ինչի չեն կպնում հենց Սամվել Կարապետյանին, որտեղ Սամվել Կարապետյանի հետ իրանք մոտ են, Սամվել Կարապետյանի հետ ունեն բազմաթիվ շահեր, Սամվել Կարապետյանից ունեն լիքը կախումներ ու ասենք Սամվել Կարապետյանի հետ հակներով կթուլանան նաև իրանք։ Հիմա մտածում են ոնց անենք, որ թուլացնենք Սամվել Կարապետյանին։ Մտածեք քթել են, դե Պրամու իրանց հակնելը, Պրամու թիրախավորելը Սամվել Կարապետյանին իրանց պարագայում չի լինի, որտեղ դա իրանց ավելի վնաս կբերի։ Ուրեմն մտածում են ոնց թուլացնենք Սամվել Կարապետյանին, սպասի հագցնենք Սերժ Սարգսյանի հետ, ով լուրջ ուժ է, այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենաուժեղ ուժը Սերժ Սարգսյանն է, հագցնենք Սերժի հետ, թող իրանք պառակտվեն, որպեսզի Սամվել Կարապետյանն էլ թուլանա ու էլ չկարնա դառնա ընդդիմության առաջնորդ, հետևաբար չկարնա իշխանափոխություն անի ու հետևաբար չգա իշխանության։ Այս սա է Բորիս Մուրազիների նպատակը։